Իսկական կինո եք նայելու մեծ էկրաններին, հենց որ բռնվեք, որ չընկնեք, որտեվ շատ թույն կադրեր Մոնտենեգրոյից։ Պիչրոն կաֆեշկա այսպես թույն տեսարանով, բրուսկետաները մեր համար վերել, հացը երմանա, պրոստը երմանա, մատով չեք կարա կպնել, երման, բրուսկետաները ստեղ տալիս են 1.5 եվրոյով։ Այս պամիդորովա, այս բազիլիկա, այսպես սխտորով սենց ուտենք, որ իմունիտետներս բարձր լինի։ Այս տոկամ, երմանա հացը։ Պատվիրել եմ ծովամթերքով 900 գրամանոց սենց սետ, գինը 55 եվրո, եկեք փորձենք տեսնենք, իրա մեջ կա 8 հոտնուկ, կա միդիան իրականում սենց ահավոր փոճերիկ բանա մեջ է։ Ահավոր թարմ է իրականում։ Մանրածովախես գետնին 8 հոտնուկ նույն ինքը օկտոպուս, այս չգիտեմ ինչա, ու սենց էս ոնց որ բանա, ռիզոտոյա։ Մի խոսքով։ Հիմա տեսնենք արժեր ընդհանրապես այս 55 եվրոն։ Անկեղծ եմ ասում, անտանելի համով ու խայտառակ թարմ է երեխեք։ Միած ինձ հետաքրքիր է։ Նայական օկտոպուսը 8 հոտնուկ է, եկեք միած փորձեմ էլի։ Գրիլը արա, թե խաշացա։ Եղեք ինքը սովորաբար ռեզինային ալինում, հիմա ինձ հետաքրքիր է ռեզինոտա, թե չէ։ Հալում է, միակ կերեք, ասենք։ Աստվածային համուն է, աստվածային։ Աղյա։ Եղեք ջան, բարի կեսր բոլորի, եկել ենք Միլոչերի ես արահետով անցնում ենք դեպի Սան Ստեփան կղզի, իհարկե մեր տուրը հուլիսի 3-ին ամբողջ խմբով, այսօր խմբի մի քանի հոգով ենք եկել ստեղ։ Ուրեմն ինձից դեպի ձախ նրան ծառերն են, դեպի աջ դիքապտղի ծառերն են, իսկ դեպի կենտրոնական հատված արդեն խելագարվելու առանժվի այդ կիրպիչներով կղզին է, որը ուղղակի շոկ է առաջացնում։ Այն որ 1000 անգամ լինես, մեկը ստեղ քիչ է, ամեն անգամ նույն Սիչիլիան ես ապրում, ամեն անգամ նույն էմոցիաների բռնկումն է լինում, ինչ ասեմ։ Պրոստը վատա որ ծանր երով ենք բոլորով, ջրով, դերսը դեպք կա։ Դա ասենք ես ոչ կարող առանց ծամելու քայլեմ։ Աննորմալ սիրունությունը ոնց չտեսնի մարդ, ասենք։ Խելագարվելու տեսարան այս ի՞նչ է։ Մի կողմից ծառերն է, մի կողմից առանժվի չերիպի ցաներն է, մի կողմից սասնաներն է, նրան ծառերն է, զեյթունի ծառերն է, գժվում եմ ուղղակի, ստեղ խելագարվում եմ։ Հենց ծովի գույնը մաքրություն է, ասենք խմելու ջրից մաքուր է։ Ասենք, ո՞նց դիվանա։ Չեմ հասկանում։ Այս օրենքով է սենց գեղեցկություն ստեղծել է, աստված ինչ է արել։ Շվեյցարիան է սա, այս իտալիան, չեմ հասկանում, այս որ երկրում եմ, կնեք որ երկիրն է այս։ Կներեք։ I'm sorry. Hey. What the country is this? Montenegro. Okay, thanks. Ուղղակի գժվելու է թռչունների ձայնը, կողքից էս ծառեր էս կոնտրաստը, մի կողմից էս փիրուզագույն ջուրն է, մյուս կողմից էս Միլոչերյան անտառն է, գժվում եմ ուղղակի։ Ձայնը լսեք։ Երեխեք ջան, ծառերը բոլորը սասնաներ են, սոճիներ հայեր են, դրա համար էլ Մոնտենեգրոն կոչվում է Mount Negro, այսինքն Լովչեն լեռը, Լովչեն ճիշտ եմ ասում, 1745 մետր բարձրությամբ ամբողջությամբ սոճիներով է պատված, դրա համար ընդհանուր քաղաքի սարերը ոնց որ սև լինեն, դրա համար կոչվում է Չռնագորա, սա վենետիկերենից է թարգմանված, վենետիկյան լեզվից, այսպես, Լովչեն է լեռը։ Նա խոսամ, կասեք էլի խոսած, չխոսամ չի լինի, մի հատ էս մուշմուլայի ծառին նայեք, զուտ, մի հատ պտուղները ինչքան է տվել, ասենք ստեղ օծի ձուն աճում է, բայց մենք եկել ենք խալխի տուն։ Արևներս մի բաժակ որ կոֆե տայք կնստեին կխմեինք է, բայց չրտա։ Մոնտենեգրոյի top 5 լավագույն լողափերից մեկն է Queen's Beach-ը, որը բավականին մանր ավազ է ու ջուրը իդեալական մաքուր։ Սա խաղերը Յանի խաղացել էի, վերջում էլ որոշեցի սերֆինգով զբաղվեմ ջրային, փիղը կանգնել է այս տախտակի վրա, ահավոր խնդալու է ինձ կողքից նայել է, բայց ավելի խնդալու է նայեք, մի քիչ էլ նայեք, ուշադիր նայեք։ Յուհու, ընկա ջուրը թափվեց դուրս, որտեղ պատկասեք իմ ծանր քաշով մարդը ընկավ ջուրը, մի խոսքով ինչևէ այդ կարևոր չի, ուզում էի ասեի ընդհանուր ձեր կարծիքը թողեք ես իմ ամբողջ վիդեոյի մասին, որտեղ այնքան սեր եմ ներդրել, այնքան հավես անցել, մեր խումբը լրիվ դարձել է մի ընտանիք ու իրանք էլի են ուզում ինձ հետ ճամփորդեք, սպասեք, որ իմանաք նոր ուղղությունը Էլենի հետ որտեղ